Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցության միջադեպը եւ առողջական խնդիր ունեցող 18-ամյա պատանու կալանավորումը տեսնելուց հետո երիտասարդները ձայն կտան Փաշինյանին, ինչի համար նա այդքան ջանում է։ Դա էլ էր սխալ։ Լրիվն էլ գտնում են, որ դա շատ սխալ ա եղել։ Այդ երեխաները ինչ էին արել, 18 տարեկան տղեն, որ հիվանդ է, յուրաքանչյուրս երեխա ունենք, աղբոր երեխա ունենք, քվոր երեխա ունենք, երիտասարդ ունենք։ Ոնց գալ էր այդ երեխուն տանել, որ այդ երեխան հիմա ես չգիտեմ, ասում են շատ վատ վիճակի մեջ է։ Շատ ցավալի է։ Շատ ցավալի է այդ երեխու վիճակը։ Չէր կարելի, ինչ էր արել իրան։ Ինչ էր արել։ Եթե դա առաջի դեպքն էր, որ հրահրամներ եղավ ժողովրդի եւ իր մեջ բախումներ տեղի ունեցան, եթե դա առաջի դեպքն էր, կարելի ասել ներելի է։ Բայց որ ինքը գիտի, որ եկեղեցի գնալուց պիտի անպայման հրմշտոցներ, հայհոյանքներ, էսիսավներ պիտի ըլլա։ Դա ուրեմն քո երթալը գայթակղություն է մարդկանց համար։ Ես կնախընտրեի, որ չգնար, որովհետև մենք չենք ուզեր, որ մեր ըրած գործը գայթակղություն պատճառի ուրիշ։ Նրանք երեխեք են, նրանք ջահելներ են, նրանք այտենց բան չեն արել։ Մտածված ինչ որ կամ ըտրանց բերեին այդտեղ որ այդ սադրանքը լիներ, չէ, նա ինձ թվում համընկել է դա, ինձ տենց է թվում։ Որտեղ 18 տարեկան երեխան նա ինչ պիտի այդքան հասկանա, որ ինչ որ մտնի քաղաքականության մեջ ու եկեղեցուն որ չի կարելի ընդհանրապես որ եկեղեցու մարդ մոտիկանում է, լրջանում է, անկախ քեզանից լրջանում ես, 18 տարեկան երեխա ինչ պիտի ընդեղանի։ Ինքը նախ պետք է չխցկվեր իր բանով, իր տեխնապաներով, չպետք է գնար էլի այդ արանքը։ Ընդհանրապես իրենք պիտի ազատ են գնա, մի հատ ազատ տեղ կանի, եկել ես պատարակի, լավ ես արել։ Առանձին տեղ կանի, ոնց որ մնացածները։ Այդքան բան, բա դու գալիս ես ասում ես ես չմասնակցեմ ու մտնում ես ժողովրդի մեջ։ Կարաս առանձին գնաս։ Ոնց որ դուրս է գալիս հրահարես, կարող է մեկին կպնես, ձեռը բարձրացնի կամ չբարձրացնի կամ մի քիչ կոմը կանի կամ վատ ռեակցիա տա, էլի, ասի ինչ ես խես բրդում, օրինակ։ Ու տեսնի վեճ ստացվի։ Ինքը կարար գնար ազատեղ կաներ, ազատեղը փարկասյոն լիքնա, ինչ կա։ Հերո կանի կամ լիք այնտեղ պարտադիր չի մասայի մեջ մտնես ու հրահարես։ Հարց են տալիս, ասում ես չմասնակցեմ պատարակի, մասնակցի գնա մի քիչ ազատեղ, պարտադիր է մտնես մասայի մեջ։ Դա իհարկե սադրանք էր ու ողբալի ամոթ, նամանավանդ եկեղեցում։ Ինքը գնացել ամենտեղ հարամել է եկեղեցիները։ Ու նորից հերթական սադրանքներ ու ասեմ դա չտեսնված, չլսված բան երկրի ղեկավարի կողմից։ Չտեսնված, չլսված ամբողջ աշխարհում տես բան չկա, որ գնան եկեղեցում պատարակը կամ ինչ որ մի բան հարամեն։ Դա հերթական սադրանքն է ու դա գալիս է իրանց թուլությունից, իրանց վախկոտությունից։ Այս իշխանությունները չունեն տղամարդկություն։